Բարի երեկո, Արմենիայի եթերում ընտրության ժամն է, մենք հյուրընկալում ենք քաղաքական ուժերի ներկայացուցիչների ներկայացնելու ազգային ժողովի 2026-ին ընդառաջ նախընտրական ծրագրերը։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել եմ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Արթուր Դանելյանին։ Բարի երեկո, պարոն Դանելյան, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Դանելյան, այս օրերին ներքաղաքական կյանքում գլխավոր շոշափող թեման արտաքին քաղաքական թեմաներն են մանավանդ Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո, բայց Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկի հայտարարությունը կարծես ավելի է փոթորկել ներքաղաքական կյանքը, մասնավորապես այն հայտարարությունը, որ եթե Հայաստանը գնա դեպի Եվրամիություն, ապա Հայաստան-Ռուսաստան ավիահաղորդակցությունը ևս կդադարեցվի, ինչպես օրինակ Ռուսաստան-Եվրամիության երկրներ հարաբերություններում են։ Նախ որքանով է իրատեսական Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը եւ որքան այս հարաբերությունները կխորանան։ Վերջին օրերի տեղի ունեցած հանդիպումը եւ նրան հաջորդող հայտարարությունները խոսում են նրա մասին, որ մեր գործող իշխանությունները արտաքին քաղաքականությունում ունեցել են մեծ ձախողումներ։ Այսինքն դաշնակից համարվող պետության ղեկավարության կողմից հնչող նմանատիպ մտքերը խոսում են նրա մասին, որ Հայաստանի Հանրապետությունը աստիճանաբար դադարում է մնալ որպես դաշնակից պետություն, դադարում է ընկալվել որպես դաշնակից պետություն եւ դա արդյունքն է մեր իշխանությունների հարափոփող եւ ոչ կայուն արտաքին քաղաքականության։ Հնարավորությունները դեպի Եվրոմիություն գնալու ինձ թվում է լավագույնս հենց իրենք են բարձրաձայնել մեր գործող իշխանությունները, որ այս պահի դրությամբ դերևս նախապատրաստական փուլ է, դերևս մենք ունենք որոշակի ծրագրեր, որոնց իրականացման պարագայում նոր կարող է խոսք գնալ ընդհանրապես Եվրոմիության հետ ավելի խորը գործընկերային հարաբերություններ ունենալու մասին։ Միևնույն ժամանակ պնդելով, որ այս պահին փոփոխություն չեն նախատեսում։ Դա խոսում է մի բանի մասին, որ մենք այսօր ուզում ենք, շարունակում ենք մնալ ձեր հետ գործընկեր, սակայն առաջին իսկ հնարավորության դեպքում մենք կարող ենք ձեզ լքել։ Իսկ հետևանքները ռուսական կողմը շատ ուղիղ տեքստով բարձրաձայնեց, ինչպիսի հետևանքներ կարող է դա ունենալ Հայաստանի համար։ Ինչպես ավիափոխադրման հետ կապված հարցերում կարող են խնդիրներ առաջանալ, գազի գնի մատակարարման մասով նաև ակնարկարվեց, որ Եվրոպային գազը վաճառվում է համապատասխան գնով, հետևաբար այդ ճանապարհը միգուցե Հայաստանին նույնպես բերի այդ նույն հանգրվանին։ Մեր նպատակը այս փուլում պետք է լինի, որպեսզի մենք մեր գործընկերների հետ, եղած գործընկերների հետ կարողանանք կայունացնել եւ խորացնել հարաբերությունները եւ ձեռք բերել նոր գործընկերների։ Հայաստանից ազգային ժողովի նախագահի մակարդակով հայտարարություն հնչեց, որ եթե Ռուսաստանը գնա ձեր մատնանշած ճանապարհով, այսինքն եթե թանկացնի գազը, ապա Հայաստանն էլ համապատասխանաբար դուրս կգա եւ ԵԱՏՄ միությունից եւ ՀԱՊԿ-ից։ Ինչ ռիսկեր են պարունակում այս գործընթացները։ Տեսեք, այդ ոճի հայտարարությունները ես գնահատում եմ որպես ներքաղաքական որոշակի տրամադրությունների վրա ազդելու եւ նախընտրական փուլում մեր հայրենակիցներին որոշակի պատրանքներ փոխանցելու ներքո։ Բնականաբար Հայաստանի Հանրապետությունը այսօր չունի տնտեսական այնպիսի հզորություն եւ չունի արտաքին աշխարհում այնպիսի կայուն կարգավիճակ, որպեսզի այդ հեշտ լինի նմանատիպ որոշում կայացնելը։ Միանգամից հրաժարվել Եվրոմիության մոտենալու պատճառով ԵԱՏՄ գործընկերներից։ Բնականաբար իրենք էլ շատ լավ հասկանում են, որ այդ ճանապարհը Հայաստանին լավ տեղ չի տանելու։ Դա խոսում է առճակատման մասին, դա խոսում է քո կարևորագույն գործընկերներից մեկի հետ վերջնականապես հարաբերությունները սրելու եւ բաժանվելու մասին։ Բայց երբ Ռուսաստանը ակնարկում է, որ Հայաստանում հնարավոր է գազի գինը բարձրանա, Հայաստանի իշխանությունները մատնանշում են այն տարիները, օրինակ 2013 թվականը, մինչև այդ տեղի ունեցած իրադարձությունները, երբ Հայաստանի համար կրկին բարձրացել էր գազի գինը եւ այդ հարցերը լուծվել էին գույք պարտքի դիմաց ծրագրի շրջանակում եւ գլոբալ առումով ասում են, եթե Ռուսաստանը որոշել է, որ գազի գինը այնուամենայնիվ պետք է թանկանա, ապա թանկանալու է, այսպես թե այնպես։ Գիտեք, գործընկերները իրենց որոշումները կայացնում են ինչպես իրենց շահերից ելնելով, այնպես էլ դիմացինի վարքագծից ելնելով։ Այսինքն, եթե դու չունես պրոֆեսիոնալ դիվանագիտություն,
արտաքին քաղաքականությունը վարում ես շատ փոփոխական գործելավոճով եւ ուժեղ դիվանագիտությունը հանգեցնում է մի կետի, որ պետք է գործընկերների մեջ որոշակի փոփոխություններ տեղի ունենան, այդտեղ անհրաժեշտ է որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ներկայացնի ուժեղ ղեկավար, ուժեղ սուբյեկտ, ով կարող է իշա իր հայրենիքի, իշա իր պետության, բանակցի եւ ստանալ լավագույն տարբերակը, լավագույն փոխհատուցումը այն բոլոր պարտավորությունների, որոնք որ երկկողմանի ստանձնված են։ Ցանկացած որոշում, որը որ Հայաստանի Հանրապետությանը կարող է դնել ծանր իրավիճակի մեջ, իր մեջ պարունակում է դիվանագիտության ձախողում։ Հետևաբար միակողմանի պետք չէ նայել։ Այ երբ ասում եք, որ Հայաստանը իրեն բարեկամ դաշնակից երկրի նման չի պահել, մի պահ վերհիշենք, ինչ չի արել այսօրվա իշխանությունը, որ իրեն դաշնակից ընկալեն։ Վերհիշենք օրինակ 2022-ի դեպքերը, երբ Երևանը դիմեց ՀԱՊԿ-ին, արձագանք չստացավ։ 2023-ին Արցախում ռուս խաղաղապահների ներկայությամբ հայաթափվեց։ Էլ ինչ պետք է անեին։ Գիտեք, ես չէի ուզենա դրվագային գնահատական տալ, որովհետև երկու երկրների միջև ձևավորվում են հարաբերությունները եւ հարաբերությունները կարող են խարխլվել տարբեր գործողությունների շղթայի արդյունքում, այսինքն քո կեցվածքով, քո վարած քաղաքականությամբ դու կարող ես հանգել մի կետի, երբ քո դաշնակից եւ բարեկամական պետությունների համար դառնաս արդեն ոչ վստահելի, ինչի արդյունքում նմանատիպ որոշումները բնականաբար կարող են լինել երկու կողմի համար ձախողում, այսինքն դրա մեղավորներին գտնելը շատ դժվար է։ Այստեղ երկու եւ ավելի սուբյեկտների հարաբերությունների մասին է խոսքը գնում։ Ընդհանուր առմամբ, եթե մենք հանգել ենք մի իրավիճակի, երբ մեր գործընկերները մեր առաջ իրենց ստանձնած պարտավորությունները կատարելուց խուսափում են, պետք է առաջի հերթին մենք մեր մեջ գտնենք խնդիրը, թե ինչպես ստացեց, որ այդ հարաբերությունները դարձան այդպիսի անկայուն եւ ինչպես ստացեց, որ մեր առաջ իրենց ստանձնած պարտավորություններից հրաժարվեցին։ Այսօր Ադրբեջանի արտգործնախարարությունն էլ է անդրադարձել Պուտինի այն հայտարարությանը կապված Արցախի հետ եւ մեջբերեմ Ղարաբաղ Ադրբեջանի անբաժանելի մասն է, հիմնված ոչ թե որևէ պետության որոշման, այլ պատմության միջազգային իրավունքի վրա։ Այս թեման ինչ եք կարծում, երբ Բաքվից է հնչում, սա չի նշանակում, որ Բաքուն էլ է համամիտ Երևանի այն հայտարարություններին, որ մենք երկուսով կարող ենք մեր հարցերը լուծել եւ երրորդ երկիր մեզ պետք չէ։ Բնավ դրա մասին չի խոսում, ոչ թե այսօրվա իրականությունը այնպիսին է, որ Բաքուն է համամիտ մեր հետ, մեր գործող իշխանությունների արտահայտած մտքերի հետ, այլ մենք տեսնում ենք, որ գործող իշխանություններն են հարմարվում Բաքվից հնչող բոլոր պարտադրանքներին, որոնք որ կապված են ինչպես նախկինում մեր ունեցած հակամարտությունների հետ կապված, այնպես էլ այսօրվա իրականության հետ կապված։ Իսկ ինչ վերաբերում է երաշխավորներին, այսօրվա իշխանությունները ակնհայտ է, որ դրսում առնվազն Ադրբեջանի իշխանության կողմից չեն ընկալվում որպես ուժեղ եւ Հայաստանի Հանրապետությանը շահը ներկայացնող սուբյեկտներ։ Հետևաբար խոսել նրա մասին, որ երկու կողմերը կարող են երաշխավորել, որպեսզի լինի խաղաղություն, պարզապես միամտություն կլինի։ Մենք տեսնում ենք, որ նույնիսկ մեր գործող իշխանության ղեկավարի կողմից արտահայտված մտքերից հետո խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվում է եւ չի ստորագրվում եւ առաջ են բերվում նոր նախապայմաններ։ Դա խոսում է մի բանի մասին, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնողը ուժեղ չէ եւ բանակցային փուլում, այս փուլում, երբ որ հայտարարվում է խաղաղություն, իր խոսքը եւ իր կողմից ստորագրված փաստաթուղթը բավականաչափ վստահելի չի համարվում առնվազն Ադրբեջանի կողմից։ Մենք տեսնում ենք, որ հնարավոր է բանակցել ճիշտ, հնարավոր է բանակցել ուժեղ դիրքերով եւ մեր կողմից առաջադրված վարչապետի տեխնատու Սամվել Կարապետյանը կարող է բնականաբար ճիշտ բանակցությունների միջոցով հանդիսանալ Հայաստանի անվտանգության համար երաշխիք եւ այդ երաշխավորությունը պետք է արտացոլվի նաեւ մեկ այլ երկու եւ ավելի գործընկերների ներգրավմամբ։ Մենք ինչ երաշխիք ունենք, որ Սամվել Կարապետյանի թիմի իշխանություն դառնալու դեպքում Ադրբեջանը կհամաձայնի ձեր մատնանշած տարբերակին։ Երաշխիքները մեր առաջարկած ունեն հետևյալ տեսքը՝ իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ,
որի կատարմանը կերաշխավորեն 2 եւ ավելի սուբյեկտներ, ընդունելի կլինի բոլոր կողմերի համար։ Իսկ երբ որ մի կողմը հրաժարվում է երաշխավորությունից, այդտեղ բնականաբար պետք է հասկանալ որն է դրդապատճառը, ինչի չեն ուզում լինի երաշխավորներ։ Միգուցե այն պատճառով, որ երկուսով մնալու պարագայում իրենց ավելի ուժեղ համարելով կարող են անընդհատ նախապայմաններ առաջ քաշել Հայաստանի առաջ եւ այսօրվա իշխանություններն էլ սիրահոժար կերպով կատարում են բոլոր նախապայմանները, բոլոր պարտադրանքները։ Իսկ երաշխավորությունը պետք է ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ մյուս կողմին։ Պարոն Դանիելյան, երբ որ դուք ասում եք խաղաղության պայմանագրին պետք էին երաշխավորներ, Հայաստանի իշխանությունը հիշեցնում է, որ 2023-ին Արցախում խաղաղապահներ կային, հիշեցնում են 2022-ին ՀԱՊԿ կար, բայց չարձագանքեց։ Հիմա այս դեպքում երաշխավորների ներկայությունը ինչ կտա։ Այս դեպքում խոսքը գնում է կրկին դիվանագիտության ձախողման մասին, արտաքին հարաբերություններում ոչ ճիշտ վարած քաղաքականության մասին։ Երբ որ կրկին քո գործընկերները, այն սուբյեկտները, որոնք որ երաշխավոր են հանդիսացել ինչ-որ ձևով, բավականաչափ չեն կարողացել լինել քո կողքին կանգնած։ Իսկ ինչ վերաբերվում է մեր ասած երաշխավորությանը, կրկին ասեմ, խոսքը վերաբերում է իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթի, որին որ երաշխավոր կլինեն սուբյեկտներ եւ այդ երաշխավորությունը արտացոլված կլինի իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթում, որտեղ որ բոլոր սուբյեկտները կունենան հստակ իրենց կողմից ստանձնած պարտավորությունները եւ իրենց վերապահված իրավունքները, այդ թվում նաեւ երաշխավորները, որpիսի ոչ թե ըստ ցանկության կամ ըստ որոշակի քաղաքական ուժի արկայության կամ ճիշտ կամ սխալ քաղաքականության արդյունքում երաշխավորները իրենց անելիքը իմանան, այլ հստակ փաստաթղթով սահմանված լինի բոլորի իրավունքներն ու պարտականությունները այդ հարաբերություններում։ Ուժեղ Հայաստանի առաջնային կետերից մեկը ուժեղ դիվանագիտությունն է, որի շուրջ քիչ առաջ դուք էլ նշեցիք, մի պահ պատկերացնենք իրավիճակը։ Այսօր Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ սառեցրած հարաբերություններ ունի, նաև պատրաստ է դուրս գալ ԵԱՏՄ միության կազմից։ Եթե դուք գաք իշխանության, հետ կգնաք անցյալին։ Սամվել Կարապետյանի վարչապետ լինելու ժամանակ Հայաստանի Հանրապետությունը պիտի լինի այնպիսի սուբյեկտ, որը որ խորությամբ եւ ամբողջությամբ գիտակցում է միջազգայինորեն ստանձնած իր պարտավորությունները եւ գիտակցում է իրեն վերապահված իրավունքները։ Մենք բազմիցս հայտարարել ենք, երբ որ Սամվել Կարապետյանը դառնա վարչապետ, մենք չենք հրաժարվելու մեզ հասած ժառանգությունից։ Այսինքն զրոյական կետից չենք սկսելու։ Այսինքն շարունակելու եք այն ինչ կա այս պահին։ Այսինքն մեր ունեցածը ամբողջ պոտենցիալով պետք է օգտագործենք։ Հայաստանի Հանրապետությունը իր ունեցածը պետք է ամբողջ պոտենցիալով կարողանա օգտագործի։ Իսկ եթե ամբողջ պոտենցիալով օգտագործելու պարագայում դա բավարար չլինի Հայաստանի Հանրապետության համար, բնականաբար նոր գործընկերների հետ հարաբերություններ հաստատելը մեզ համար մեր ծրագրերից մեկն է։ Այսինքն եղածը մենք պետք է մի հատ փորձենք օգտագործենք, եղածը պետք է ամբողջ պոտենցիալով օգուտները տեսանելի լինի մեր համար։ Դրանից հետո նոր կարելի է գնահատական տալ այս կամ այն գործընկերը մեզ համար լավն է, վատն է, բավարար է թե ոչ։ Այսօր Հայաստանը Միացյալ Նահանգների հետ պատրաստվում է իրագործել Թրամփի ուղի ծրագիրը։ Մյուս կողմից ունենք Ռուսաստան, ԵԱՏՄ, ՀԱՊԿ ձևաչափ չնայած որի հետ հարաբերությունները սառեցված են, արդյոք այդ երկրորդ գործընկերը, որ նշում եք, ձեր դեպքում էլ կարող է լինել Վաշինգտոնը։ Նախ սկսեմ պատմական փոքրիկ ակնարկից, թրիփի վերաբերյալ։ Երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ստորագրվեցին փաստաթղթերը, այդ փաթեթը, մեր կողմից եւ շատ ընդդիմադիր ուժերի կողմից նորից բարձրաձայնվեց երաշխավորության խնդիրը, այսինքն բոլորս ասում ենք, որ այնտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները վկայի կարգավիճակ ունի, իսկ գործող իշխանությունները այդ ժամանակ պնդում էին, որ դա բավարար է, որպեսզի այդ պրոյեկտը լինի երաշխիք խաղաղության համար, առնվազն 100 տարով, 99 տարով, եթե չեմ սխալվում։ Եվ խոսելով մի քիչ առաջ երաշխավորների մասին, կուզենամ մեր հայրենակիցները այս ուղղությամբ նույնպես մտածեն, այսինքն գործող իշխանությունները, երբ որ հրաժարվում են երաշխավորի ներգրավումից հայ-ադրբեջանական հարաբերություններում, իրենք հենց շատ լավ պատկերացնում են ու հենց
Ամերիկայում ստորագրվելուց հետո անմիջապես շատ լավ պատկերացնում են եւ գիտակցում էին երաշխավորների անհրաժեշտությունը, հետեւաբար այդ process-ը փորձում էին ներկայացնել որպես երաշխիք անվտանգության համար։ Իսկ TRIP-ի նախագծի հետ կապված մենք դիտարկում ենք դա որպես լոգիստիկ հնարավորություն Հայաստանի Հանրապետության համար։ Արդյոք մեզ անհրաժեշտ է լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացում Հայաստանում, բնականաբար այո։ Իսկ այդ զարգացումը պետք չի կապել մեր ինքնիշխանության եւ Հայաստանի շուրջ ստեղծված այլ իրավիճակների հետ։ Դա Բայց Հայաստանն ասում է, որ ինքնիշխանությունը ամբողջությամբ պահպանվում է եւ դա գործում է մեր տարածքում, մեր օրենքներով։ Գործող իշխանությունների կողմից հայտարարված շատ դրույթներ տեսել ենք, որ կյանքի չեն կոչվում։ Նույնիսկ փաստաթղթով ամրագրված շատ դրույթներ տեսնում ենք, որ կյանքի չեն կոչվում։ Այսինքն մեզ համար, ինձ թվում է մեր հայրենակիցների համար նույնպես բավարար չէ իշխանությունների կողմից բարձրաձայնած մոտեցումները։ Առավել եւս, երբ մենք այս պահի դրությամբ դեռևս չունենք վերջնական ստորագրված պայմանագիր, պրոյեկտի մանրամասները հայտնի չեն հանրությանը, պարզապես մոտեցումներ են հայտարարվել, դրան զուգահեռ նաեւ վերջերս հայտարարվել է, որ կարծես թե TRIP-ի նախագիծը այս շրջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների համար առաջնահերթություն չէ։ Այսինքն հստակեցում չկա այստեղ։ Տեսեք, երբ Մոսկվայի հռետորաբանությունը վերջին օրերին փոխվում է, նրանք անդադ մատնանշում են Հայաստանի Եվրամիության հնարավոր անդամակցությունը։ Արդյոք այս տրամաբանության մեջ մտնում են նաև Միացյալ Նահանգները, որը վերջին շրջանում կարծես մեր տարածաշրջանում ակտիվանում է եւ նաև հաշվի առնենք, որ Իրանի հետ ինչ իրավիճակ ունենք այս պահին, Հայաստանը ստեղծված իրավիճակում ինչ պետք է անի եւ եթե ուժեղ Հայաստանը լինի իշխանության, այս պարագայում որն է լինելու ձեր առաջնահերթ քայլերը եւ տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական կենտրոնների հարաբերությունները։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը տեսնում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է իր հարաբերությունները ամրացնի իր գործընկերների հետ, ձեռք բերելով նոր գործընկերներ եւ Հայաստանի Հանրապետությունը որևէ պարագայում չպետք է դարձնի աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների շահերի բախման համար պարարտ հող։ Հետևաբար եւ Ռուսաստանի Դաշնության, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների, եւ Եվրոմիության պետությունների, եւ մեր տարածաշրջանում մեր հարևան պետությունների հետ միակ ճանապարհը գործընկերային ամուր հարաբերություններ ստեղծելն է եւ տարբեր կենտրոնների շահերը պետք է Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության ժամանակ իրար հետ չխաչվեն։ Բայց այս պահին Հայաստանի իշխանություններն ասում են, որ Ադրբեջանի հետ խաղաղության այնպիսի իրավիճակ ունեն, երբ սահմանին գրեթե 2 տարի այլևս չեն կրակում։ Արդյոք ճիշտ ուղղության վրա չեն գնում Երևանը։ Այսօրվա իրավիճակը ես կանվանեի հարաբերական անդոր, հարաբերական խաղաղություն, որը որ ցանկացած պահի կարող է խախտվել։ Իսկ խախտվելու պարագայում մենք չունենք երաշխիքներ, չունենք երաշխավորներ, որոնք որ համապատասխան միջամտությունը կունենան եւ թույլ չեն տա, որպեսզի գործը հասնի նորից պատերազմի։ Կարծում եմ նախընտրական փուլում մեր հարևան պետության կողմից, Ադրբեջանի կողմից որոշակի զսպվածություն հնարավոր է եւ խաղաղության պատրանքը առավել մեծ մեր հայրենակիցների մեջ տարածելու համար կոնֆլիկտներ չեն լինի։ Միգուցե հետո նույնպես չեն լինի, եթե նման տրամաբանությունը շարունակվի։ Սակայն ցանկացած պահի այդ խաղաղությունը, որը որ այսօր համարում են հաստատված եւ կայուն, կարող է խալխլվել։ Մենք ինչի չենք խոսում նրա մասին, որ հնարավոր է, որ փոփոխություն կատարվի նաեւ Ադրբեջանում։ Ինչ ենք բացառում, որ այնտեղ կարող է որևէ իշխանություն գալ մոտ ապագայում կամ միգուցե հեռավոր ապագայում, որը որ համաձայն չի լինի այսօրվա թույլ խաղաղության հետ, որը որ կարող է լինել ավելի ռադիկալ մոտեցումներով, կարող է այլ մոտեցումներ ունենալ Հայաստանի Հանրապետության հետ կապված եւ իրավիճակը գլխի վեր շրջվի։ Բայց Հայաստանի իշխանությունն ասում է, որ եթե իրենք սահմանադրական մեծամասնություն չկազմեն, ապա պատերազմ հաստատ կլինի։ Այսինքն խաղաղությունը կապում են որևէ քաղաքական ուժի արկայության հետ։ Դա նշանակում է խաղաղությունը թույլ է։ Դա նշանակում է երաշխավորություն չկա։ Եթե մեր հայրենակիցները որևէ քաղաքական ուժին չեն տեսնում որպես Հայաստանի Հանրապետությունը ամրացնող, զարգացնող քաղաքական ուժ, հետեւաբար Հայաստանը հայտնվում է խոցելի իրավիճակում, նորից երաշխավորների անհրաժեշտությունը հենց այստեղ է, որ ցանկացած ներքաղաքական փոփոխությունների, ցնցումների հետևանքով
խաղաղությունը որևէ ոտնձգության չի ենթարկվի։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում էի Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Արթուր Դանելյանի հետ, կհանդիպենք վաղը, ցտեսություն։